Ինչպես տեսնում եք, բնակարանում ջուր չկա, այդ իսկ պատճառով ամեն ինչ դադարեցվել է։ 34-ամյա Շուշաննա Սարգսյանն այն հարյուրավոր մարդկանցից մեկն է, որը տուն է ձեռք բերել Քրքրքորյան, նախկինում Լենինգրադյան 27 կոտորագյոտ հասցեում գտնվող նորակառույց Տիգրան Մեծ բնակելի համալիրի շենքում։ Սակայն տան վերանորոգումը կիսատ է թողել ջրի բացակայության պատճառով։ Սա մեր փոքրիկ բնակարանն է։ Իհարկե կիսատ է մնացել, քանի որ ասացի, որ մենք չունենք ջուր եւ մնացած խնդիրները արդեն իսկ առաջ է գալիս, առանց ջրի մենք հնարավորություն չունենք այլ աշխատանքներ կատարել բնակարանում։ Այս լույսը, որ մենք ունենք այս պահին մեր բնակարանում, կառուցապատողը նույնիսկ նախապես, երբ որ մենք պայմանագիր էինք ստորագրում, որպեսզի գնայինք բնակարանը, այն ժամանակ մեզ չէին ասել, որ բաժանորդագրվելու համար հետագայում մենք պետք է 177,000 դրամ վճարենք եւ բաժանորդ դառնալու համար ստիպված դա նույնպես վճարել ենք եւ շենքի մեծամասնությունը իհարկե։ Շենքի կառուցապատողը Շինաս ՍՊԸ-ն է, սեփականատերը Տիգրան Նազարյանը։ Բնակիչների խոսքով կառուցապատողն ի սկզբանե խոստացել է շենքը շահագործման հանձնել 2023 թվականի դեկտեմբերին, սակայն ավելի ուշ բնակիչների հետ կնքված պայմանագրերում 2024 թվականի տարբեր ամիսներ են գրված եղել։ 2022 թվականին ես բնակարանը գնել եմ, իրանք խոստացել են 23 թվականի դեկտեմբերին, որ ես կապրեմ, դե արդեն 26 թիվն է, ոնց տեսնում եք, ես դեռ չեմ ապրում։ Չհաշված ճանապարհը, հələ շենքը մի ձև կա, բայց ճանապարհը նշույլ անգամ չկա։ Այսքան ժողովուրդը բողոքում է մշտապես, իրենք ասում են հետևեք տելեգրամյան ալիքներին։ Տելեգրամյան ալիքին հետևելը որն է, եթե մշտապես ժողովուրդը գալիս է, տեսնում է ալիքն է թափում, ջրահեռացում չկա, ջուրը մշտապես -1-ում ջուր է։ Անդադար կաթում է։ Հիմա այս պահին անձրև չկա, չի կաթում, սակայն 2 օր հետո եթե գաք վստահեցնում ձեզ, որ ամբողջությամբ նորից ջուր է լինելու։ Շատ սեփականատերեր առ այսօր չեն տեղափոխվել նոր բնակարաններ, նորմալ կենցաղի համար անհրաժեշտ պայմանների բացակայության պատճառով։ Բնակիչների խոսքով համալիրի գովազդային առաջարկում նախատեսված են եղել մի շարք ծառայություններ, որոնք կամ թերի են մատուցվում, կամ իսպառ բացակայում են։ Շքամուտքում լույս չկա, վերելակը հաճախակի խափանվում է, չի կառուցվել ճանապարհ դեպի Մոնթե-Մելքոնյան փողոց, շատրվաններ բակային հատվածում, բարձրագույն չափանիշներին համապատասխանող բացօթյա լողավազան։ Իրականում շենքը ինչ որ մի ձև կա, բայց իրանց ասածներից ոչ մի բան չկա։ Բացի շենքից, ոչ դռներն են դռներ, ոչ պատուհաններն են իրանց ասածը։ Այստեղ պետք է լիներ շատրվաններ, պետք է լիներ մոտավորապես 4-5 հատ խաղահրապարակ, այսինքն երեխաների մանկահասակ երեխաների համար սեղաններ, լողավազանը, որը պետք է լիներ բավականին մեծ, սակայն 40 սանտիմանոց լողավազան է։ Բնակիչները դժգոհում են նաև կոմունալ ծախսերից։ Միասնական ջեռուցում ապահովող կաթսայատան ծախսը շատ բարձր է։ Փոքր մակերես ունեցող բնակարանների համար ջեռուցման սեզոնին ամսական վճարում են միջինում 100-ից 150,000 դրամ։ Ամիսներ առաջ շենքի ավտոտնակում ջուր է լցվել, 2 օր առաջ էլ շենքի արտաքին սալիկների հերթական խմբաքանակն է պոկվել, թափվել, այս անգամ խաղահրապարակում։ Մտահոգված են հատկապես երեխա ունեցող բնակիչները։ Անցյալ տարի սեպտեմբերից սկսած այդպես սկսվեց թափվելը եւ մյուս կողմի շենքի հատվածում էլ կարելի է անկյուն, որ քարաթափումը եղել է սալիկների։ Այս պահին աշխատանքները կատարվում են, կարծես թե ամրացնում են, բայց չգիտեմ ինչքանով դա իր արդյունավետությունը կլինի։ Կառուցապատողին նշել ենք, նամակներ ենք ուղարկել, կառուցապատողը պատասխանել է, որ հիմա ոնց որ ամրացման աշխատանքներ են կատարում եւ թերությունների շտկման համար ոնց որ այդ սալիկները իրանք են պոկում, բայց եթե իրանք են պոկում, նախ ներքևը ինչի է, այտենց ջարդանի կտորներ։ Քանի որ ուրիշ շենքեր էլ ունեն, հիմա ուզում են դղոզեն ամեն ինչ, պատասխանատվությունից խուսափեն ու թքած ում այս հետևանքները ում համար ինչքան կարժենան, ավելին չասեմ, թե ում կյանքը կարժենա։ Կառուցապատող Տիգրան Նազարյանը տեսախցիկի առջև խոսել չցանկացավ, բայց չբացառեց, որ եղել են խնդիրներ, որոնք նրա խոսքով իսկույն լուծում են ստացել։ Խոստանում է ամրացնել սալիկները, ավտոտնակներում ջուրն էլ, ասաց, առաջացել է ոչ թե անձրևաջրերի, այլ շինարարական փորձարկումների հետևանքով։ Ինչ վերաբերում է Մոնթե-Մելքոնյան փողոց տանող խոստացված ճանապարհի կառուցմանը, Տիգրան Նազարյանն ասաց. «Քաղաքապետի հետ հանդիպել է եւ սպասում է վերջնական պատասխանի»։